Դանագյոզյանը, պարոն Դանագյոզյան, ինչ կասեք այս 5 օրերի ընթացքում ինչն է հատկապես խաթարվել, ինչ խնդրի առջև է կանգնել ձեր ընկերությունը։ Սկսելու համար նախ ասեմ ես որպես Euromotors-ի տնօրեն իմ անունով, մեր լրիվ աշխատակազմի անունով մեր զորակցությունն ենք հայտնում պարոն Զարուգյանին, իր ընտանիքին, իր դիկնոջ, մորը եւ զավակներին։ Մեկ։ Երկրորդ, նաև լիազորված եմ մեր պարտներների անունով, մեր արաբ պարտներների Euromotors-ի, Princess Showroom Cars, Jaber and Adel El-Marzouki, Emirates-ին, նաև իրենք զորակցում են պարոն Զարուգյանի ընտանիքին եւ պատրաստ են այս Euromotors-ի հարցը արձարծել եւ Հայաստանում տեղական իրավական մարմինների մոտ եւ միջազգային ատյաններում։ Հիմա սկսելով Սեր հարցին պատասխան տալ, ուրեմն երկուշաբթի առավոտ սկսել եմ մեր մոտ քննչական գործողություններ, որը որպես արդյունք արգրավվել է 3 սերվեր, որոնք ապահովում են մեր գաբը BMW-ի, Mini Cooper-ի եւ Rolls-Royce-ի հետ։ Euromotors-ը հանդիսանալով region-ի ամենամեծ սրահը ներկայացնում է BMW եւ Mini մեքենաների վաճառք, հետվաճառք, սպասարկում եւ բայստամասեր է ապահովում։ Իսկ Rolls-Royce-ի վարակային ճիշտ նույնը ի բացառյալ մեքենաների վաճառքից։ Ուրեմն այդ սերվերների բռնակրավման եւ 19 կոմպյուտերներ, որոնք պատկանում են մեր աշխատակիցներին եւ իրենց անձնական մոբայլները եւ իմ անձնական մոբայլս նաեւ գրավված է։ Այս մեկը մեզ լուրջ վնասների է մատնել, մենք ներս ունենք 17 մեքենա ցանկացած կլայենտների, որոնց մեքենան այստեղ բերվել է սերվիսից օգտվելու համար, այդ մարդիկ իրենց մեքենաները չեն կարող վերցնել եւ դանել։ Նաեւ ունենք Չինաստանի տեսփանադան մեքենան, որ այստեղ է պետք է անցնենք տեսփանադան։ Այս գամայական որոշումը, որը չունի ոչ մեկ իրավական հիմք, մենք կարամ ես որպես տնօրեն վստահեցնել, որ մեր ծավալի գազམ་ագերբությունների մեջ Հայաստանում մենք ամենաառքար, ամենաթափանցիկ, հարգերը օրը օրին վճարով մեր լրիվ աշխատանքները թափանցիկ են եւ ոչ մեկ պատճառ կար այս կայլին դիմելու, որը զուտ քաղաքական է։ Իսկ մենք լինելով հանդիսանալով միջազգային բրենդ, այս մեկը նաեւ աստում է ոչ թե միայն մեր հեղինակության, նաեւ Հայաստանի հեղինակության իհաճես BMW եւ Mini եւ Rolls-Royce-ի նման միջազգային գազམ་ագերբությունների։ Միջազգային գործընկերների կողմից կարող են հնարավոր տուժեր լինել եւ ինչ խնդիրների առջև հետագայում կկանգնի այս կազմակերպությունը։ Բնականաբար, երբ որ մենք խոսում ենք BMW մասին, սա աշխատանքները համագարկվում են ուրեմն հadoop DMS համագարկով, ուր արտադրված մեքենաների օպշնները բոլոր դեղադրվում են այդ համագարկի ընդմիջով։ Նաև փոխանցումները, բոլոր օրդերինգները, լոջիստիկսը բոլոր կատարվում է այդ համագարկով։ Մենք այսօր ունենք մոտ 20 մեքենա, որ այնտեղ են, մոտ $2 միլիոն արժողությամբ, որոնք հասցեադեր չունեն, հասցեադեր իմաստով, եւ որ երեխամը գծենի ունենա անուն եւ ասկանուն, այս մեքենաները ունեն վին, բայց չունեն օպշններ, այսինքն առ ոչինչ են։ Վաճառելու մեքենաներ չեն։ Եթե այսպես շարունակվի, մենք ակնկալում ենք, որ ամենաարագ միջոցին երկուշաբթի օր արդեն իսկ մենք պետք է վերադառնանք աշխատանքի, որովհետև երբ որ վերադառնանք, արդեն մենք 15 օր ժամանակ պետք ունենք վերականգնելու մեր ամբողջ համագարկերը, access-ները BMW, Mini եւ Rolls-Royce-ի հետ։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ զրուցակիցս Euromotors ընկերության տնօրեն Աբրահամ Դանագյոզյանն էր։